Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրան։ Բարև հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ իրազեկ քաղաքացիների միավորման եւ անվտանգային քաղաքականության ինստիտուտի հետազոտական կենտրոնի ուրեմն համատեղ հրավիրված շնորհանդեսին։ Այսօրվա մեր շնորհանդեսի առարկան է Հայաստանի Հանրապետության Ռուսաստան Դաշնությունից կախվածության վերաբերյալ զեկույցը, որը ավելի քան կես տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է, հիմնականում անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի գործընկերների աշխատանքի արդյունք է։ Այս զեկույցում մեկտեղվել են այն հիմնական կախվածությունները, որոնք որ Հայաստանի Հանրապետությունը ունի Ռուսաստան Դաշնությունից, այն լծակները, մեխանիզմները, որոնք որ Հայաստանի կախման մեջ են դնում Ռուսաստանից, եւ միաժամանակ ներկայացրել են որոշակի առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ։ Ըստ էության ոլորտները տարբեր են, տարբեր ոլորտների հետ կապված խնդիրները ուսումնասիրվել են եւ ներկայացվել են առաջարկությունները, դրանք են մասնավորապես տնտեսական սպառնալիքները, պարենային սպառնալիքները, ենթակառուցվածքները, էներգետիկան բնականաբար, տեղեկատվական դաշտը, ռազմաքաղաքական սպառնալիքները, ահաբեկչական հնարավոր սպառնալիքները, ժողովրդագրական սպառնալիքները եւ այդ բոլորի հետ կապված, ինչպես նշեցի, ներկայացված են նաեւ լուծման առաջարկներ, ըստ էության զեկույցը առկա է թե տպագիր տարբերակով, թե երևի րոպեների ընթացքում արդեն կլինի առցանց, թե իրազեկ քաղաքացիների միավորման եւ թե անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի կայքերում զեկույցը հասանելի է հայերեն եւ անգլերեն լեզուներով։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին քրտնաջան աշխատանքի համար եւ խոսքը փոխանցել անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանին։ Շնորհակալ եմ պարոն Եղիսյան, այո, աշխատանքը, որ մենք համատեղ պատրաստել ենք եւ ներկայացրել ենք ձեր դատին մոտավորապես 6 ամսվա աշխատանքի արդյունք է։ Ի սկզբանե գաղափարը ըստ էության իրազեկ քաղաքացիների միավորմանն էր, Դանիելին էր, որին մենք շատ մեծ հաճույքով միացանք եւ կիսեցինք այդ կարծիքը, որ նման աշխատության կարիք իսկապես կա։ Իսկ ինչու նման աշխատության կարիք կա, որտեղ մեր գնահատմամբ մի բավականին լուրջ կոնցեպտուալ փոփոխություն կա Հայաստանի քաղաքական մտքի մեջ։ Եթե Հայաստանի ստեղծման օրվանից ի վեր մինչև վերջին տարիները ըստ էության Հայաստանում գրեթե բոլորը հասկանում էին այն հսկա համալիրը, որը որ կա Հայաստանում կախվածությունների Ռուսաստանից, սակայն դրա մեջ ըստ էության սպառնալիք չէին տեսնում։ Այսինքն բոլորը գիտեին, որ էներգետիկայով, տնտեսությամբ, անվտանգության մեջ եւ այլն բոլոր ոլորտներում կա հսկայական անբնական մակարդակի ուղղակի կախվածություն Ռուսաստանից, բայց դա չէր ընկալվում, դա չէր ռեֆլեքսիայի ենթարկվում, որպես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիք։ Դա այդպես տեղի չէր ունենում, որովհետև մի զգալի առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ ոչ միայն արտաքին քաղաքականությունը արտապատվիրակված էր Ռուսաստանին։ Որոշումներ կայացնելու հնարավորությունը արտապատվիրակված էր դեպի Ռուսաստան եւ համապատասխանաբար այն կախվածությունները, որոնք որ կային, այդտեղ էլ այսպես ասած հարվածներ չէին ակնկալվում, որովհետև դե ինչ ասում են, դա էլ առում են, մոտավորապես այսպես է, դա շատ այսպես ուղիղ ժողովրդական լեքսիկոնով արտահայտենք այս ամեն ինչը։ Բայց վերջին տարիներին կապված եւ ուրեմն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածության եւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տրանսֆորմացիաների եւ Հայաստանում սեփական քաղաքականություն վարելու ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մտադրվածության հետ տեղի ունեցել փոփոխություններ եւ այդ արտապատվիրակումը ըստ էության դադարել է։ Սա ըստ էության բոլորովին նոր ֆենոմեն է։ Ֆենոմենը որը հանդես է գալիս ոչ թե պատերազմից անմիջապես հետո, այլ ավելի ուշ 23-22 թվականներից սկսված ուրեմն տեղի ունեցող ֆենոմեն է։ Դրա արդյունքում Հայաստանը արդեն իսկ սկսել է ստանալ որոշակի հիբրիդային հարվածներ։ Այդ հիբրիդային հարվածների հիմնական ուրեմն
հասցնող Ռուսաստանի Դաշնությունն է, հիբրիդային հարվածները մենք արդեն իսկ զգացել ենք եւ արդեն իսկ զգում ենք։ Դրանք հիմնականում վերջին շրջանում հանդես են եկել Հայաստանի ծայրահեղ ներքաղաքական լարվածության պայմաններում եւ մեդիա դաշտում, եւ էներգետիկայի ոլորտում, եւ վերին դարսում եւ այլն եւ այլն։ Եվ մեր գնահատականը այն է, որ այս հարվածները գնալով միայն ավելի սաստկանալու են։ Դրանք այս պայծրությամբ դեռևս չեն հասել, այսպես ասենք, ամբողջ ֆրոնտով հիբրիդային պատերազմի մակարդակի միայն մեկ պատճառով, որովհետև Ռուսաստանը հիմա ծայրահեղ զբաղված է Ուկրաինայում, Ռուսաստանը ծայրահեղ զբաղված է Ուկրաինայում իր նվաճողական պատերազմով, եւ պարզապես բավականաչափ քաղաքական էներգիա, ժամանակ ու քաղաքական կամք չունի այդ ամբողջ ճնշումը գործադրելու Հայաստանի վրա, բայց անկախ նրանից թե ինչպեսի վերջաբանք ունենա պատերազմը Ուկրաինայում, հաղթանակ պարտություն թե ստատուս քվո, մեր կանխատեսումը այն է, որ այդ որոշակի հանգրվանին հասնելու դեպքում Ռուսաստանի, այսպես ասած, թևերը ձեռքերը կազատվեն եւ ինքը այդ ժամանակ մենք կտեսնենք ամբողջ գործիքակազմի կիրառումը հիբրիդային զինանոցի Հայաստանի դեմ։ Մեր աշխատանքի նպատակներից մեկը հետևյալն է՝ գույքագրել այդ բոլոր այն կախվածությունները, որոնցից շատերը մենք գիտենք, որոնցից շատերը մենք մեր առօրյա կյանքում տեսնում ենք, զգում ենք, դրանք բոլորը գույքագրել, մի ձեռնակի մեջ ուրեմն ամփոփել եւ փորձել այնտեղ, որտեղ որ մենք տեսնում ենք ինչ-ինչ լուծումներ, բերել այդ ուրեմն առաջարկությունները, բերել այդ լուծումները։ Այստեղ նաև գիտեք կարևոր է մեթոդաբանորեն մի բան ֆիքսել, որ մեր առաջարկած լուծումները ոչ թե սենց բարձր ժեստերի, պայմանագրեր պատռելու, աղմուկ հանելու մասին են, մեր առաջարկած լուծումները տնային աշխատանքի մասին են։ Ընդհանրապես մեր գնահատմամբ հիմա Հայաստանի համար ամենակարևոր ուրեմն ընթացքը ոչ թե հնարավորինս բարձրագույն հայտարարություններն են, չգիտեմ, օրենքների ընդունումն է, պայմանագրերի կնքումն է, պայմանագրերի խզումն է, այլ եղած կախվածությունների հնարավորինս մեղմումն է, բարձիկների ստեղծումն է եւ դիմադրունակության ավելացումն է։ Ինչ նկատի ունենք, արդեն մենք հիմա ենթաբեռնագիր պատրաստում ենք ձեզ հնարավորինս ամփոփ ներկայացնել, որից հետո նաև մի կարճ ուրեմն կներկայացնենք առաջարկությունների մասով ու կանցնենք արդեն հարց ու պատասխանին։